Հարցեր հիմնական ձեռքբերում խնդրեմ Գիգազը։ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան, ես իրականում ուզում եի ուշադրությունս ավելի շատ սևեռել նվերների ընդունման վերաբերյալ կանոնակարգերին, ուզում եի, եթե ունեք վիճակագրություն, քանի պաշտոնատար անձ է դիմել նվերների թույլատրելի կամ չթույլատրելի լինելու հարցով եւ այդ գնահատման կարգ արդյոք արդարացնում է իրեն, թե ոչ, ոնց եք կարողանում օգտագործել այդ գործիքը։ Շնորհակալ եմ շատ։ Թույլատրելին ոչ թույլատրելի մասով չեն դիմել, բայց ձևանմուշները թույլատրելի ներկայացված են։ Ես վիճակագրական տվյալը ներկայացրեցի 72 ձևանմուշ հրապարակված է կայքում, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր խորհրդատվության, մենք շատ ենք ունեցել դեպքեր, նույն արտաքին գործերի նախարարը 20-ից ավելի նվերներ մեզ ներկայացրել էր գնահատման, որպեսզի մենք օգնեինք գնահատման շրջանակներում, մենք բաց աղբյուրների կիրառմամբ փորձել ենք բոլոր նվերներ, լուսանկարներ ուղարկել, մենք բաց աղբյուրների կիրառմամբ փորձում ենք բոլոր նվերների առնչությամբ տան մոտավոր ֆինանսական գնահատական ու դրա հիման վրա առաջարկում ենք հրապարակել կամ հաշվառել կամ չհաշվառել։ Ու այլ պաշտոնատար անձանց դեպքում էլ հիմնականում խորհրդատվությունը վերաբերում է հենց արժեքի գնորոշմանը եւ մենք նվերի գնորոշմանը եւ մենք այդ համատեքստում բոլոր բաց աղբյուրներով կիրառում ենք ու տալիս ենք պաշտոնատար անձանց համապատասխան առաջարկություններ։ Շատ լավ, եւս մի հարց էլի, որը վերաբերում է անհամատեղելիությանը, ասացիք, որ 2024 թվականի ընթացքում հիմնականում համայնքի ղեկավարներ, մարզպետ, փոխմարզպետ այդ կատեգորիաներն եք դիտարկել, բայց նաեւ ուզում եմ իմանալ այլ խորհրդատվական կերպով դիմաց պաշտոնատար, այդպես ասած, պաշտոնատար անձինք կան, որոնք որ դիմել են այս կամ այն հարցով որոշելու համար, կամ շատ կան այդ դիմումները, արդյոք իրենց աշխատակիցը համատեղելի է, թե ոչ, եւ դուք նշեցիք, որ իրավասու մարմինները խախտումը ուղարկում եք, որ պետք է ազատվեն, բայց ցավոք սրտի երբեմն իրենք գտնում են, որ պետք է այդ աշխատողին պահեն, այսինքն անհամատեղելիության արկա խախտման պայմաններում ամեն դեպքում աշխատողին պահում են, կամ մեկին պահում են, մյուսին ազատվում են, այսպիսի փաստորեն այսպիսի խնդիր ունենք ու այս լուծման ընթացքը ոնց եք պատկերացնում դուք։ Շնորհակալություն հարցի համար, 23 դիմում ենք ունեցել, 23 դիմումով մեզնից հայցել են արդյոք առկա է անհամատեղելիություն թե ոչ, մենք բոլոր դեպքերում տվել ենք համապատասխան կարգավորումներ, նույնիսկ երբ մեր դաշտում չի եղել, մենք փորձել ենք խորհրդատվության տեսանկյունից ասել, որ մեր իրավասության դաշտում չէ, բայց օրենքում նման կարգավորումներ կան, իսկ ինչ վերաբերում էր իմ ասած դեպքին, հենց մեր իրավասության շրջանակներում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի մասով էր անհամատեղելիությունը, բայց շարունակել էր պաշտոնավարել, մենք կարծում ենք, որ անհամատեղելիության պահանջների վերաբերյալ եզրակացությունները պետք է պարտադիր բնույթ կրեն, որպեսզի կարողանանք կիրառելիությունը ապահովենք։ Մենք մեկ այլ խնդիր էլ ունենք, նույն վարքագծի կանոնները ճիշտ չի առնչվում, բայց քանի խնդիրներից խոսեցինք, ասեմ, վարքագծի կանոնների առնչությամբ վարքագծի կանոն անհամատեղելիություն շահեր եւ այլն օրենքով սահմանված է, որ մեր եզրակացությունները բողոքարկման ենթակա են բացառապես փաստի հիմքով, ընդ որում դատարանը փաստի հիմքով որոշում կայացնում է եւ այդ որոշումը այլևս բողոքարկման ենթակա չէ։ Մենք դեպք ենք ունեցել, որ վարքագծի կանոնի առերևույթ խախտման առնչությամբ մենք եզրահանգել ենք, որ առկա է խախտում, փաստի հիմքով դատարանը մեր ներկայացրած տվյալների չի դրել հիմքում, մեր դիրքորոշումը չի եղել, ներկայացված է, որ հանձնաժողովը չի ներկայացրել, բայց մենք սահմանված ժամկետում ներկայացրել ենք ու փաստացի մենք զրկված ենք եղել բողոքարկելուց, որովհետև դա բողոքարկման ենթակա չէ, ընդ որում փաստի հիմքով հաստատվել է մի տվյալ, որը եզրափակիչ մասին է վերաբերել, ոչ թե փաստին, այսինքն այդ իհարկե դա ավելի պրակտիկ խնդիր է, բայց նաև պիտի հասկանանք, թե ինչ անենք այն դեպքերի հետ կապված, երբ առհասարակ բողոքարկման ենթակա չի, այդ դեպքում արդեն այդ նորմը սահմանված է եղել, որ ենթադրում եմ հանձնաժողովին պաշտպանվի, որովհետև հանձնաժողովի լիազորությունների հետ կապված այլ մարմին չպիտի կարողանա եզրահանգի, մենք ենք միայն եզրահանգում առկա է խախտում թե ոչ, բայց փաստացի մեր դեմ է կիրառվում, քանի որ փաստի հիմքով մեր խախտման եզրակացությունը կասկածի տակ է դատարանի կողմից դրվում եւ մեզ պարտավորեցում է եզրահանգել, որ խախտում առկա չէ։ Ես մի հատ բան էլի շարունակություն ես հարցի դիցուկ։